Այսօր ուզում եմ շարունակել ինչպես դառնալ ավելի թանկ մասնագետ շարքը։ Խոսելու եմ մրցակցելու, համագործակցելու եւ մասնագիտական խանդի մասին։ Ամեն ինչի մասին հերթով։ Գնացինք։ Երբ մենք սկսում ենք մրցակցել, մենք մոռանում ենք մեր նպատակների մասին, մենք մոռանում ենք մեր ուղին ու ճանապարհը։ Մենք դադարում ենք զարգանալ այն ուղղությամբ, որով ավելի շատ տաղանդներ ու հնարավորություններ ունենք։ Ու ինչ ենք անում դրա փոխարեն։ Նայում ենք ուրիշներին։ Նայում ենք ուրիշները ինչպես են իրենց ճանապարհը անցնում, ինչպես են առաջ գնում, ու փորձում ենք ինչ-որ ձևով հաղթահարել այդ սահմանափակումը։ Պետք է համագործակցել լավագույնների հետ, հասկանալ ձեր ուժեղ կողմերը եւ նրանց թույլ կողմերը, եւ ընդհակառակը նրանց ուժեղ կողմերը եւ ձեր թույլ կողմերը, տեսնել ինչպես են դրանք համընկնում իրար հետ եւ համագործակցել ստանալով ավելի լավ արդյունքներ։ Լսել եք, չէ՞, սիներգիայի էֆեկտի մասին։ Այստեղ շատ լավ աշխատում է։ Բացի դրանից, ուզում եմ խոսել մասնագիտական խանդի մասին։ Չէ՞ որ ինչ-որ մեկը ով անում է այն, ինչ որ դուք ուզենայիք ինքդ ավելի շուտ մտածած լինեիր, ավելի լավ կարողացած լինեիր, ինչ որ խանդ առաջանում է ներսում։ Կարելի է գնահատել այդ մարդկանց տաղանդը, հարգել նրանց ունակությունը, սովորել, ինչու ոչ, եւ ցույց տալ, որ գնահատում եք նրանց արածը։ Դրանով դուք ավելի որակյալ մասնագետ եք դառնում։ Իսկ մասնագիտական խանդը ինչ է անում, ուտում է մեզ ներսից։ Եղեք ավելի թանկ մասնագետ, աշխատեք ձեր վրա, համագործակցեք։